Սա սունգը տնել ես հետո էլ չգար ստեղ, ես հասկացա։ Էլ արդեն չես ուզում նկարես, վախեցար, նեղացար, չգիտեմ։ Բարի օր սիրելի երոստատիրող։ Այսօր պատրաստելու եմ շատ սիրված ուտեստներից մեկը եւ Հայաստանում եւ համայն աշխարհում, բայց հատկապես Հայաստանում ինքը շատ սիրված է եւ պատրաստվում է գրեթե բոլոր տներում։ Դե իհարկե լևանում ենք եւ լևացվում ենք սավայով եւ մեր ցերկերը եւ ափսեները, որպեսի լինենք փայլուն եւ մաքուր։ Դե ինձ սիրելիներս, հիմա արդեն կարող ենք մեր սոխերը մանրացնել։ Ստեղ ունենք սոխերը եւ ազատքերը։ Սկզբում սոխն եմ մանրացնելու, որովհետեւ սոխը տապակելու եմ ու ամենավերջում սունգն եմ ավելացնում, բայց մի կողմ եմ տնելու, այսինքն ես ընդհանրապես սիրում եմ սոխորածը ավելի ճիշտ է, առանցին տապակել ու հետո ավելացնել, ես չեմ սիրում սկիզբեն ավելացնել, որպեսզի այդ սոխորածի համը անպայման ուրիշ տեսակ լինի, բլենդ կամ ցուլված չլինի փլավի հետ։ Անշուշտ շատերը սիրում են իրար հետ եփել, այդ էլ է տարբերակ, ով ինչպես հանգիստ կնե, այնպես կարող է անել։ Այսպես կարող ենք մանրացնել, կտրատել։ Ես քիչիկ մեծ եմ սիրում։ Մեկ-մեկ ասում եմ, որ սկիզբեն մանրացնեմ, որ հետո հեշտ լինի, ձեր հետ շփվեմ ու հանգիստ աշխատեմ, բայց դե որովհետև ուզում եմ ձեր հետ պատրաստել, ասում եմ ոչ, ամեն ինչ ձեր հետ անեմ։ Ես Հայաստան տեղափոխվելուց հետո հաջարով փլավ ավելի եմ կերել ու շատ եմ սիրել ու քանի որ ամեն հայկական տուն որ գնամ իր հատուկ հաջարի փիլավի ցևը ունի ամենը սիրում եմ ամենը քնահատում եմ այսինքն նույնիսկ մի քանի ռեստորաններ հայկական լավը տալիս են օրինակ մենք մեր ռեստորանում չենք տալիս իրականում հաջարով փիլավ բայց ես դունը անպայման սարքում եմ իմ Սկեսուրս ասարկում, նորեն շատ ամով ասարկում, մի խոսքով, դունը որ գնամ և հաջարով փիլավ ասարկում, ես ուրախանում եմ։ Իմ համար սենց շատ կոմֆորտ համ ունի, ինքը դենց հետաքրքիր, հանգիստ, գշտացնող ու համով։ Հիմա ես իմ նպատակը, այդ մարդիկ, որ ընդհանրապես չեն անում, անեն, իսկ այդ մարդիկ, որ ուրիշ ցևով են անում, կարան մի հատ փորձեն մենք ոնց ենք պատրաստում, իրենք էլ փորձեն ու տեսնեն, եթե մերը կհավանեն, մերը մշտական կանեն, եթե չէ, իրանցը։ Ուզում եի ասել, որ չեք մոռանում, չէ, որ մեր էջերը, Facebook և Instagram, համի կախնիկ ցեզ ասպասում միշտ, որովհետև այնտեղ կիսվում ենք այդպիսի բաներով, որ ընդհանրապես TV-ով չի դրվում։ Ու իհարկե, դուք վստահ գրանցվել եք YouTube-յան ալիքին մեր, որովհետեւ պատճ տոնեք ոչ մի բաղադրատոմս, քան որ կարող է մի օր դունը չեք լինում ու ես համով բան եմ սարքում պատրաստում։ Բա, բաց տողեք, ոչ։ Գնում եք YouTube, գրում եք համի կախնիկ շաղիկի հետ ու նայում եք։ Մի հատ էլ ուղարկում եք ձեր աղջկան, ձեր քույրիկին, ձեր հարևանին, ձեր ամուսինին, ձեր կնոջը ու վայելում։ Քանի որ սոխը արդեն մանրացրել ենք, ես հիմա մեր դապակը միացրել եմ, որպեսի տաքանա, սոխը կավելացնեմ, բայց մինչ այդ սունգը կկտրատեմ։ Սունգը ուզում եմ սլայսներ անեմ, այսինքն այսպես սլայսներ, շերտեր։ Այսպեսի շերտեր։ Ու ավելացնեմ այստեղ, քանի որ սոխը ես առանցին եմ տապակելու հետո եմ ավելացնելու սունգը։ Կարող ենք այսպես այս անգլում անել ու սպասել մինչև սոխը տապակվի, կավելացնենք սունգը։ Ամենակարևորը, որ սունգը ճիշտ տապակենք, այսինքն ոչ ավելի, ոչ պակաս, որովհետև եթե ավելի տապակենք, ինքը ջուրը դուրս կտա, իսկ եթե պակաս, տենց այդ համը չեն կսկա, իր այդ ումամի համը։ Մի քիչ կարագից ավելացնում եմ։ Մի քիչ ցիտաբտրից հետ ավելացնում եմ։ Ես մի քիչ եմ ասում, այսինքն դուք հասկացեք շատ։ Քանի որ ես ցիտաբտրից հետով եմ ապրում մեծանում եւ մեծացած։ Դրա համար ես չեմ կարող ցիտաբտրից հետը քիչ տնեմ։ Սոխերը արդեն ավելացնենք։
մի թեթևաղ եւ խառնում ենք։ Մի հատ լավ խառնում ենք ու թողում ենք, որպեսզի սկսի տապակվելու, որով անընդհատ չենք կարող խառնել։ Մի շերտը թողելու ենք մի քիչ քրեմլայզ լինի, այսինքն կարմրի կամ կարամելացվի ու հետո մուշ շերտը։ Իսկ այս տերեսի միան սոխորածն ենք անում, դեր համեմունք չենք ավելացրել, ուր մնաց համեմունք ավելացնենք։ Ես ինչ եմ լավ խառնում, որպեսզի այդ ցիտայողով կարակը բոլոր սնգերին բադի եւ իրենք արդեն դառնան շատ համով։ Դրա համար եմ լավ խառնում։ Տեսնում եք։ Հիմա մի քանի րոպե թողում եմ ու հետո խառնում եմ, կամաց խառնում եմ։ Հիմա կարող ենք մի քիչ կարմիր բղբեղ, մի քիչ սև բղբեղ, մի քիչ էլ աղ, որովհետեւ աղը միան սոխի ժամանակ ենք դրել, ու դարչինի եւ մուս բղբեղը ամենավերջում։ Քանի որ երբ որ այս ամեն ինչը իրար հետ խառնենք, պետք է համեմունքները նորից ավելացնենք։ Սև բղբեղ, կարմիր բղբեղ։ Խառնում եմ։ Ուզում ես արդեն մինագ ուտես սունգը սոխով։ Ժամանակեն օգտվելով կարող ենք մեր ազատկեղը մարացնել։ Ես ազատկեղը տնելու եմ ամենավերջում, որովհետև ուզելու եմ, որ մի քիչ զարդարեմ մեր հաճարով փլավը ու մի քիչ էլ կարմիր բղբեղ տնել։ Իհարկե կարող եք չերի լոլիկ տնել, կարող եք համեմ տնել, ոնց ցես հարմար է։ Մի քիչ կդրատենք, մի կողմ տնենք, որ էս էլ պատրաստ լինի։ Հայկական կանացիներու համա բղբեղն էլ կարող ենք այսպես կտրատել։ Երեք հատ։ Գնանք սունգին եւ սոխին նայենք, չենք մոռանում իրանց մասին։ Խառնում եմ։ Շատ լավ է հոտը։ Թողնում եմ լավ տապակվի, մնացել է հաճարին մի քանի րոպե որպեսզի եփի ու արդեն այս ամեն ինչը կամաց իրար վրա հավաքենք։ Բայց մինչ այդ ես ուզում եմ հիշեցնել, որ մենք ամեն օր Կետրոն TV եթերով ժամը առավոտ 9-ին եւ երկրորդ կեսին ժամը 17:00 եթեր ենք գալիս ամեն օր նոր բաղադրատոմսերով, նոր հնարքներով, նոր այդեաներով, բաց մի տորնեք ոչ մի հաղորդում եւ on-line եւ off-line, այսինքն եւ առցանց եւ հերոստալիկով եւ սոցիալական ցանցերում, որովհետև մենք միշտ ունենք անագնգալներ եւ մենք ունենք միշտ ծիծաղելի վարյաններ։ Մի հատ ուզում եմ սունգին համին նայել։ Շատ համով, բայց մի քանի րոպե էլ կուզենք, որ լավ կարմրի։ Մի քիչ կարող եմ ավելացնել եւ սև բղբեղ։ Այս սև բղբեղ, կարմիր բղբեղը աղը միշտ աչքի չափով։ Եթե օրինակ սիրում եք ավելի համեմունքները կամ տենց հստակ, կարող եք ավելի ավելացնել։ Կարող եք ավելի քիչ տնել, եթե ուզում եք ավելի քիչ։ Այսինքն ըստ ցանկության է։ Մի խոսքով։ Մի քիչ էլ ենք խառնում, արդեն պետքա անչադեմ, որովհետև ոնց տեսնում ենք սոխերը լավ տապակվել են եւ սունգերը պատրաստ են։ Իսկ եթե ավելի թողենք, սունգերը ջուրը դուրս կտան եւ կդառնան անհամ։ Ամենակարևորը, որ սունգը չթողենք դուրս տա իր ջուրը։ Դե ինձ սիրելիներս, մեր սոխորածը սունգով պատրաստ է, փլավը արդեն պատրաստ է, պետք է արդեն խառնենք։ Ստեղ պատրաստել ենք ազատկեղ մադանոցը կտրատել ենք, բղբեղն էլ պատրաստ է, որպեսզի դեկորացիա կամ դիզայն անենք։ Հիմա պետք է խառնենք, իմ ամենասիրած պահս է։
Դե իհարկե հիշացնենք, որ մենք մեր հաճարը եփել ենք սիլի ջուրով։ Հիմա ավելացնում եմ։ Կարող եմ հաճարից վերցնել քեզ մի քիչ։ Ամոթ եղավ։ Այս ամեն հյութերը իջացնում եմ, որովհետև այդ բոլորը համ են տալիս մեզ։ Մի հատ լավ խառնում ենք։ Վաու։ Ով ունի այսպիսի հաճարով փլավ, ով ունի համի գախնիկ հաղորդում, ով ունի շաղիկ։ Հիմա մեկ մեր անուններ պետք է հաշվում։ Ով ունի Գետրոն TV։ Դե իհարկե այս ամեն ինչը գալիս է միտեղ ու մենք ունենում ենք ամբողջական համովություն։ Արդեն պատրաստ է մեր փլավը, նայեք, հետաքրքիր է։ Ես դից հետաքրքիր փլավի կամ պաստայի ամանի մեջ եմ դնում, որպեսզի ավելի հետաքրքիր մատուցենք։ Այս ուդելիքը շատ համով է, իհարկե կարող ենք կողքը ինչ-որ համովություն էլ պատրաստել, օրինակ հավով ջաշել կարող ենք պատրաստել, հաճարն էլ կարող ենք իրականում հավով պատրաստել, եթե ուզում եք կարակ քրեք ինձի YouTube-յան ալիքին, մեր channel-ի վրա կամ մեր ալիքին, որպեսզի պատրաստեմ։ Դե քանի որ իհարկե, եթե հավ, ապա զանգեզուրի հավով կպատրաստեմ ձեզ համով, օրգանիկ և անարատ։ Ավելացնում եմ մի թեթև ազատքեղ։ Համբեր ենք փորձենք։ Շատ համով, շատ մեկ հատապի դուտում։ Չեմ տիպանել, մատել եմ ուտում։ Միատել այս սունգով։ Չվարվեմ միա։ Այսքան համով չի լինում։ Անպայման դուք էլ պատրաստեք։ Ցտեսություն։